Արամ առաջինը ինձ թվում է հասկացել է, որ ինքը Մոսկվայի խաղալիք չպետք է լինի մեկ, եւ երկրորդը ճիշտ է Հայաստանյան առաքելական եկեղեցին դուրս բերել օլիգարխիայի, քրեապետության եւ գողապետության ազդեցությունից, ինչը որ պիտի արվի, դրա համար ինձ թվում է մտածել է եւ բանագնաց է ուղարկել, դա նշանակում է զորակցություն է հայտնել այս գործընթացին, որ դա բարդատիր պիտի փոխվի եւ այլն։ Այսինքն Էշմիածնի մասին է խոսքը, այսինքն նա չի բաժանում այդ տեսակը, դա սա է։ Հիմա դուք ասում եք ընդդիմությունը, Հայաստանում ընդդիմության այս ինչ որ ասվում է, այդ թևի տակ ռևանշիզմ է, դա ռուսական սեգմենտն է եւ որ ընդդիմություն չի։ Ընդդիմությունը նրանք են, որոնք պետական կարգ ու կանոն ընդունում են եւ աշխատում են, օրինակ մենք, չէ, այլ ընդրանք ընդդիմություն ենք, մարդիկ մեկ-մեկ մենք ոչ ԿՊ ենք, ոչ վարչապետն ենք, ոչ էլ իրեն ծառան ենք, ոչ էլ իրենք են, բայց ինչպես որ նորմալ ընդդիմություն է, հասկանալով թերությունները, սխալները միաժամանակ մեր առաջարկելով նաև պաշտպանում ենք պետական անկախությունը։